Որպես խափանման միջոց բացառիկ հանդիսանալու տեսանկյունից արդեն ոչ միայն Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունք, այլ նաև սահմանադրական դատարանի որոշումներ կան։ Այս գործով կալանքը ինքնին ես չեմ պատկերացնում ինչ պատճառաբանություն պետք է գտնեն գործընկերները հակակոռուպցիոն կոմիտեի, որ ներկայացնեն, բայց ավելին էլ ասեմ, տնային կալանքը համարժեք է կալանքին։ Դա եւս ասել է սահմանադրական դատարանը, շարունակելով կայուն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Սա ինչի համար եմ ասում, որ ինքնին նորածին երեխայի պայմաններում մոր նկատմամբ տնային կալանքի նույնիսկ միջնորդությունը որպես խափանման միջոց ընտրելու հարցի տեսանկյունից եւս ինքնին հենց կրկին սահմանադրական եզրույթը օգտագործեմ անհամաչափ է։ Խափանման միջոցը պետք է սահմանափակված լինի համաչափության սկզբունքով։ Այս դեպքում չեմ պատկերացնում որևէ մի փաստարկ, որ հնարավոր լինի համաչափության սկզբունքի պայմանները հաղթահարել։ Ընդհանրապես չեմ